Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ներեցին այդ շանսը չտվեցին, ինչպես օրինակ մեքենաներ ունեցված իրեն տվել են այդ շանսը մեր խնդրանքից հետո երբ որ խնդրել ենք թեմակալ առաջնորդին, այո, անձամբ ես գրավոր կերպով Սրբազան հորը խնդրել եմ, որովհետև բացի Սրբազան հոր անունը չի հիշատակելուց, նաև Վեհափառ Հայրապետի անունը չի հիշատակել, անձամբ ես եմ քահանաներից եղել մեկը, որ գրավոր կերպով Սրբազան հորը խնդրել ենք, որ իր հարցը կարգապահական ներկայացնի, Սրբազան հայրը ժամանակ է խնդրել մեզանից, ասելով, որ հանձնախումբ կձևավորի, 3 հոգևորականներ հանդիպել են իր հետ, խոսել են, բանակցել են, որպեսզի իրեն հնարավորություն տան եկեղեցի վերադառնալու, ինքը ասել է արդեն ուշ է, չեմ կարող վերադառնալ, ավել ասեմ նույն իրավիճակում է Ստեփան Ասատրյան, այսօր ինքը ազատ իրեն չի զգում, ազատ չի շփվում, իր տանը ոստիկանական հսկողություն կա, իր վրա էլ վստահաբար նյութեր ունեն, հիշում եմ դրանից դեռևս 1 ամիս երկրորդ հոգևորականի վրա մի հատ կոմպրոմատ կա, մի հատ պապկա կա, ասենք չունեն երկրորդի վրա, փառք Աստծո չունեն, ասենք պատկերացրեք թեմի 19 հոգևորականի տարել են քնչական տունը խոզարկությամբ, մեր բնականից ոչ միայն իմ հեռախոս, այլ 3 համակարգիչ են տարել, 4 երեխաներից կնոջս հեռախոսներն են տարել եւ թեմի հիմնական քահանաների վրա որևէ կոմպրոմատ իրենք չեն կարող գտնելու դեպքում էլ մենք առողջություն այդ կոմպրոմատները լուծելու ճանապարհը գիտենք, եթե մեր թերությունները, սխալները անհամատեղել են մեր եկեղեցական լինելուն, մենք պատրաստ ենք ցանկացած բայի եկեղեցուց դուրս գալով, եկեղեցական կարգից զրկվելով մնալ որպես շարքային հավատացյալ եւ որպես շարքային հավատացյալ լինել եկեղեցում եւ եկեղեցու կողքին։ Ես Տեր Վրթանեսն եմ, Տեր Փառենը չեմ, բայց սիրով կլսեմ, մեծ պատիվ այն Տեր Փառեն ասելն էլ։ Ներողություն խնդրում, Տեր Վրթանես, Աշակ Սրբազանը եւս զղջացել ու ապաշխարել է ու ներում է ստացել։ Նախ ասեմ, որովհետև ներողություն, որովհետև ասեցին տեղեկություններ տարածվեցին, որ իր մասնակցությամբ տեսանյութը տարածված ճիշտ է եղել եւ կեղծված չի եղել։ Ասեմ, այդ տեղեկությունը նախ ճիշտ չի եղել, կեղծված է, արհեստական բանականությամբ ստեղծված է։ Բացի այդ, դա արել են գաղտնալսումից հետո, որպեսզի մարդուն հնարավորություն ունենան արհեստական բանականությամբ նման անբարո տեսանյութ պատրաստել, մարդու լողասենակում այդ մասին տեսանյութ այդ կամերա են դրել, որպեսզի մարդուն մերկ նկարեն, կարողանան այդպիսի տեսանյութ պատրաստել։ Երեք ճիշտ ասած մեր հարազատներից մեկն էր զանգել, ասենց շատ հարազատ անձնավորություն, ասում է Տեր այդ տեսանյութը նայել եմ, այնտեղ որ ասում են էս ինչի հետ է, էս ինչին ես անձամբ ճանաչում եմ, նա չի տեսանյութում, ասում եմ արգելից, ինձ էս բացատրում, դե գնա 3 միլիոն բերան փակի, նման ապատեղեկատվություններ նպատակ ունեն թշնամանք տարածելու, նախ տեսանյութը ապօրենի է արվել, ինչպես են նման եւ ապօրենի է արված եւ արհեստական բանականության ապօրենի արդեն արված է կներեք, չկեսնենք էլ ինչպես են չէ, ապօրենի տիկնոջն են արհեստական բանականության բոլորին նայեք իրեն մարդուն պիտի որպեսի մեր արհեստական բանականության համար միջոցով այդպիսի վիդեո ստեղծեն, պիտի մարդուն մերկ նկարեն եւ այդ նպատակով իրենք նույնիսկ բոլորը, այո, մի քանի կամերաներ են ես իմ սեփական աչքով, նույնիսկ անձեն աչքով տեսանյութի վատ որակը, գլուխի շարժումից սկսած դեմքի շարժումից ձեռքի հստակ երևում է, որ դա արհեստական, դա ուղղակի առանց մասնագետ լինելու հստակ երևում է, բայց նաեւ ապօրենություն է կատարվել մեզանից շատերին նաև գաղտնալսել են ապօրենի կերպով, հետևել են, հետապնդել են տարբեր ձևերով, ինձ էլ բազմաթիվ անգամներ տանից մինչև եկեղեցի, ասենց ոստիկանական մեքենաներով, ասենց ոչ ոստիկանական տարբերանշանով մեքենաներով հետևել են, երկար ժամանակ հավանաբար նաև հեռախոսով են գաղտնալսել, ես որևէ մեկ կոմպրոմատից չեմ վախենում, նախ այնպիսի բան առաջ չունեմ որևէ բանից վախենամ, անկեղծորեն ասեմ, բայց նաև եթե նման նյութեր լինի, եթե որևէ դեպքում ես այնպիսի սխալ անեմ, որի արդյունքում կարող եմ վարկաբեկվել, ես պատրաստ եմ այդ սխալը դնել կարգապահական հանձնաժողովի աչքի առջև, եւ եթե եկեղեցին օրինակ կարճաժամկետ պատիժ չի տա, ասենք փիլոնազրկություն, կախակայում կամ կարգալույծկանից, ես պատրաստ եմ բոլոր տարբերակներով։ Ես կուզեմ, որ մեր
բարձրաստիճան, ցածրաստիճան հոգևորականներից, մեր քաղաքացիներից սկսած այնքան քաջությունը երեք Լիդիան ազատության մեջ էր։ Երեք իմ օրը շատ տոնական էր, անկախ նրանից, անկախ իրենց վարչապետի հետ հանդիպումից, ես օրինակ ավելի շատ երեք ուրախացել եմ, քան տխրել։ Ուրախացել եմ Լիդիա Մանթաշյանի ազատության համար, կներեք հեսա։ Այդ հոգևորականը դա Լիդիա Մանթաշյանի քաջության համար։ Նախորդ դատին, նախորդ 5 շաբթի տեսա ինչպես Լիդիան իրեն շատ աղջիկ լինելով, շատ քնքուշ լինելով հանդերձ, բայց իրեն շատ քաջ, շատ արի կերպով եւ արդյունքում է երեք ինքը դատանի դալիճից ազատ արձակվեց եւ վստահ եմ, որ Աստված նաեւ ազատություն կտա բոլոր կալանավայրում եղող եպիսկոպոսներին։ Ես այսօր ավելի շատ աղոթում եմ թվացial ազատության մեջ եղող, բայց իրենց սկզբունքներին, իրենց ուխտը դրժած եկեղեցականների համար ավելի քիչ աղոթում եմ կալանավայրում եղող եպիսկոպոսների համար, որտեղ իրենք իրենց ճիշտ տեղում են եւ հալածանքներ են կրում։ Փառք ու պատիվ իրենց, ես որպես իրենցից կրտսեր եկեղեցական կան իրենք իմ համար իդեալական հոգևորական։ Կներեք, դուք տեսել եք այստեղ այն եպիսկոպոսներին, վարչապետի հետ հանդիպած հոգևորականներին այսօր այստեղ տեսել եք, թե ոչ, նրանց մասնակցությամբ նիստ կա, թե ոչ։ Ձեր ինչ հարց եք տալիս դուք կհիշեմ, ձեր հարցն էլ կհիշեմ։ Չեմ մոռանա շողությունս ընտիրա։ Կհիշեմ։ Հա, իր հարցին, Նարեկի հարցին պատասխանեմ, ճիշտ ասած չեմ տեսել։ Դել ասենք որևէ ձևի չեմ քաշվի տեսնել եւ իրենց աչքերի մեջ նայելուց, բայց դուք հարցը տվեք։ Տեսեք, դուք ասացիք, որ բարձրաստիճան եկեղեցականները, ովքեր երեք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են, իրենց վախեցրել են, կոմպրոմատներ ունեն իրենց դեմ, բայց Նիկոլ Փաշինյանը իրենց շնորհակալություն էր հայտնել իրենց սկզբունքային լինելու համար, սկզբունքային դիրքորոշման համար, որ գնացել էին, ներկայացել են, եւ նաեւ խնդրում եմ ասեք, եթե վեհափառը նաեւ Նավասարդ arczepiskopos Կճոյանի վերաբերյալ դուք ասացիք ապաշխարել է դրա համար ներել է օրինակ Առաքել Սրբազանին ինչի համար է ներել ինքն էլ է անցել այդ ճանապարհով որովհետեւ Առաջի հարցը մի հատ նորից առաջին հարցը Նիկոլ Փաշինյանը 3 եպիսկոպոսներին Հա, առաջի հարցին պատասխանեմ առաջի հարցին պատասխանեմ երկրորդի պատասխանն էլ կգտնեք Նիկոլ Փաշինյանը հանրապետության համար 1 ստախոսն է Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրենց ասել է ձեզ ողջունում եմ ձեր քաջության, ջան համարձակության, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այդ մասին, որ ինքը վախկոտ է։ Եթե մեկին ասում է, որ դու համարձակ ես, ուրեմն ինքը լկտի պահվածք ունի, եւ ասենք Նիկոլ Փաշինյանին իմանալով, մենք հասկանում ենք, որ որևէ մեկին, որ ինքը գովում է, վարկաբեկվում է Այսօր ասում է գնել մեկը հավատացյալներից Գնել Սարգսյանը քեզ իր ուղիղ եթերում քննադատել է, ասի շատ շնորհակալություն իրենից, որտեվ եթե իրեն ինքը ինձ իր եթերում գովի, հարազատ բարեկամ չեմ ունենա, ընկերներից մեծ մասն էլ ինձանից կհրաժարվեն, այսինքն եթե Գնել Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի նմանները մեզ քննադատում են, մենք դրանից շատ ուրախ ենք։ Եթե ոմանց Նիկոլ Փաշինյանը գովում է, արդեն ամոթ է իրենց։ Դա քրիստոնեական է, հա, ասել Նիկոլ Փաշինյանը ինքը, ասեմ, համար մեկ մոլորված զավակ պետք է հոգևորական օրինակ այդպես խոսի։ Ինքը մոլորված զավակ չի, ինքը մոլորեցնող գայլ է, եւ մեր բարեպաշտ ժողովրդին էլ գառան մորթով գայլերից զգուշացնում ենք։ Ինքը գառան մորթով գայլ է, իր կարդացած սաղմոսներն են իմ համար ամենավիրավորականը։ Կարող է ինքը այնպիսի սաղմոսներ կարդալ, որոնք վերաբերում են Մեսիային եւ ինքը առաջի դեմքով կարդալ, չգիտեմ, կառավարության տանը ապրել, ընտանիքով շքեղ ապրելակերպով ապրել եւ ասել ես աղքատ ու տնանկ եմ, դու ոչ աղքատ ես, ոչ տնանկ ես, կամ աղոթքի նախաճաշ հրավիրել, դատաստանի առակից խոսել։ Եթե ասում է դատաստանի առակի ժամանակ ոմանց կասի եկեք իմ հորորդյալներ, բանտում էի ինձ այցի եկակ Դու բանտարկյալներին չես այցի եկել, դու անմեղներին բանտարկել ես, այդ թվում եպիսկոպոսների եւ arczepiskopոսների։ Ասում է տնանք էի ինձ տանս ընդունեցիր։ Ինքը Արցախի մեր 120,000 ժողովրդին տնանք է դարձրել։ Ինքը ասում է որբերին խնամեցիր 44 օրյայի պատերազմի իր ապաշնոր ղեկավարության կամ ղեկավարության անկարողության հետևանքով
բազում երեխաներ որբ են դարձել, այսինքն ինքը ոչ թե կալանավորների է այցելել, այլ ամենաշատ քաղաքական կալանավորները Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ եղել են իր օրոք, այսինքն ինքը կալանավորել է նաև աննախադեպ առումով եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, քահանակ այսօր տնային կալաքում, թեմիների հաշվապահների, հոգևոր կյանքը ամբողջ փորձում է խաթարել, Արցախում բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, վերջի շրջանում տեսա ինչպես նաև Քաշաթաղում պարսկական մզկիթ էին ադրբեջանցիները քանդել, դրա համար էլ սիրտս ցավացել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին դարձի բերելու բոլոր հնարավոր ճանապարհները սպառվել են։ Դարձի գալը այսպես է, մարդը պիտի զղջա, խոստովանի եւ հատուցի։ Իր արարքների համար ինքը եթե նույնիսկ զղջա, խոստովանի էլ, կարծում եմ ինքը չի կարող հատուցել, որովհետեւ ինքը Հայաստանի Արցախի հանրապետության ամբողջ տարածքն է հանձնել Ադրբեջանի, ավելի մեծ տարածք է ինքը ստորագրությամբ հանձնել, քան մենք կորցրել ենք 44-օրյայի պատերազմի ժամանակ, ինչպես պիտի հատուցի զոհերի ընտանիքներին, անհետ կորածների ընտանիքներին, ինչպես պիտի հատուցի հաշվանդամ դարձած մարդկանց։ Ես կարծում եմ ինքը դժվարություն կունենա հատուցելու եւ դժվարություն կունենա դատաստանի ժամանակ պատասխան տալու։ Դրա համար էլ ինքը գնում է այն քայլին, որպեսզի իր ականջներին հաճո, իր լսելիքին հաճո, իր շուրջը համախմբի հոգևորականների նրա։ Օրինակ